Երեկվանից քննարկում ենք մարդու իրավունքների զեկույցը, իրապես շատ կարևոր զեկույց է, եւ Տիկին Մանասյան եւս մեկ անգամ շնորհակալություն կատարած աշխատանքի համար, զեկույցը ներկայացնելու համար, բայց մինչ զեկույցին անդրադառնալը ես ուղղակի չեմ կարող չանդրադառնալ այս օրերին հնչող մի քանի մտքերի, մասնավորապես Հայաստան Դաշնքից երկու կին պատգամավոր վարչապետի տիկնոջ մասին խոսելուց մեկ ասում է զուգընկերուհին, վարչապետի, մյուսը ասում է սկի ամուսինը չի։ Սիրելի կանայք, պաշտոնապես, սիրելի կանայք, դուք Տիկին Կուրեղյան, դուք չեք վիրավորում։ Հավատացեք, ես գիտեմ դուք միտում ունեք վիրավորելու, բայց դուք չեք վիրավորում դրանով տիկնոջը։ Դուք դրանով գալիս եք ամբիոնի մոտ, ցույց եք տալիս, որ դուք չունեք քաղաքական խոսք ասելու։ Իսկ մենք ամեն ինչ այնքան լավ ենք անում, որ դուք գալիս եք խոսելու բան չունեք, խոսում եք վարչապետի ու տիկնոջ պետական գրանցումից ամուսնության։ Ես ինքս չունեմ պետական գրանցում, հա, ու ինձ նման դեռ չունեմ, կարող ունենամ մի տարի հետո, կարող ունենամ 20 տարի հետո, կարող չունենամ։ Տեսեք, դուք եթե դուք ուզում եք ասեք, որ դուք ու իմ նման հազարավոր կանայք չունեն պետական գրանցում ամուսնության, բայց եթե դուք ուզում եք ասեք, որ դուք պարզապես փաստն եք արձանագրել, այդ դեպքում նաև բարի եղեք արձանագրել օրինակ 4 երեխաների մայր, նաև այդ փաստը արձանագրեք։ Չի կարելի ուղղակի 4 երեխաների մորը 20+ տարի ամուսնացած տիկնոջը գալ այստեղ ուզել վիրավորել զուգընկերուհի ասելով։ Դա վիրավորանք չի, դա եւս մեկ անգամ ասում եմ, ցույց է տալիս ձեր քաղաքական սնանկությունը։ Այստեղ Արծվիկ Մինասյանը ցավոք այստեղ չի, խոսում է, ասում է նախկին նախագահների մասին բաներ մի խոսեք, մի ասեք հանցագործ են, մի ասեք կոռուպցիոներ են, շատ լավ պարոն Մինասյան, բայց դուք եթե այդքանը հասկանում եք, նույն տրամաբանությամբ ներկայիս վարչապետին, ինչեր ասես, որ չեք ասում, ձեր թիմակիցները դուք ինչեր ասես, որ չեք ասում։ Այսպիսով դուք թուլացնում եք պետությունը, թե չեք թուլացնում։ Եթե դուք մի դեպքում կարծում եք, որ նախկին նախագահների դեպքում թուլացնում ենք երկիրը, բայց այս պարագայում, երբ ներկայիս վարչապետը մի շարք մարտահրավերների առաջ է կանգնած, դուք թուլացնում եք երկիրը, թե չեք թուլացնում։ Երբ Դաշնակցության մի շարք երիտասարդներ տարբեր օտար երկրներում Հայաստանի Հանրապետության դեսպաններին վիրավորում էին, վանկարկումներ էին հնչեցնում եւ Հայաստանի ժամանած նախարարների վերաբերյալ եւ դեսպանների վերաբերյալ։ Այսպիսով դուք թուլացնում եք երկիրը, թե չեք թուլացնում։ Այստեղ արդեն պարոն Մինասյանի կողմից երկակի ստանդարտների արդեն որորդ դեպքն է, նույն այն պարագան է, երբ որ գալիս եք այստեղից վիրավորում եք, ամեն կերպի թիրախավորում եք, վիրավորանքներ եք հնչեցնում, բայց երբ այս հակառակ կողմից ամեն դեպքում մի հատ պատասխան է հնչում, դա դարձնում եք մեծ հարց, ձեր արժանապատվությունը արթնանում է, թվում է թե մենք էլ տենց արժանապատվություն չունենք ու դուք ինչ ուզեք, մեզ պետք է ասեք ու ոչ մի պատասխան չստանաք։ Ինչ վերաբերվում է երեք օրինակ տեսանյութեր տարածվեցին Մերձավանի դպրոցի հետ կապված, ես մանրամասներին դեռևս չեմ հասցրել ծանոթանալ, բայց այն պատկերը, ինչը որ տեսա այնտեղ մեծ այդ դպրոցում խնդիր կա եւ կարծում եմ տնօրենի հետ կապված եւ բոլոր ուսուցիչների հետ կապված, որովհետեւ այն պատկերը, որ ես տեսա աշակերտների կողմից, դա առնվազն այդ աշակերտները լուսավորման եւ դաստիարակության կարիք ունեն, այսինքն սա փաստում է, որ այդ դպրոցի հիմքերում կա խնդիր եւ բոլոր ուսուցիչների եւ մասնավորապես տնօրենի հետ կապված։ Եվ կարծում եմ այս հարցը պետք է մանրամասն մեր մարդու իրավունքների պաշտպանը քննի, որտեղ տեսարանը մեղմ ասած հուսադրող չէր։ Եվ նաեւ ասեմ, հիշեցնում էր տեղ-տեղ նաեւ հիշեցնում էր Դաշնակցության երիտասարդներին, ովքեր տարբեր ակցիաներ են անում վիրավորանքներով, հա այդ կամ լրագրողը հարցում է դուք թրքասեր եք, այն պատկերը ինչ որ տեսնենք, նաև շատ նման էր Դաշնակցության գործելավոճին, նաև պետք է պարզենք տնօրենը արդյոք միգուցե Դաշնակցության ներկայացուցիչ է կամ ուսուցիչներից մեկ, այդ հարցն էլ շատ կարևոր է պարզել, երբ որ գրում են օրինակ այս նիկոլական ուսուցչի, որ ես շատ կասկածում եմ, որ այդ ուսուցիչը նիկոլական է, ամեն դեպքում կուսակցական չի, այդպիսի արդեն որակումներ են տալիս, նաև պետք է պարզենք այդտեղ Դաշնակցության նաև գործելավոճներ երևում։ Տիկին Մանասյան, ինչ վերաբերվում է զեկույցին, զեկույցը իրականում շատ կարևոր է, բայց նաև ցույց է տալիս, թե ինչքան դեռ աշխատանք կա անելու տարբեր ոլորտներում, տարբեր գերատեսչություններում։ Երեք խոսեցինք նաև ընտանիքում բռնությունների մասին, ես կարծում եմ, որ պետք է
շատ մեծ ուշադրություն դարձնենք, հա, եւ ինչքան էլ մարդու իրավունքների պաշտպանը լավ աշխատի, ինչքան էլ ոստիկանները լավ աշխատեն, պատկան մարմինները լավ աշխատեն, նաեւ պետք է մեր հասարակության մեջ լինի այն վստահությունը, հա, որ եթե բռնության ենթարկված կինը երեխան դիմում է ոստիկանին, ինքը այլևս ինչու՞ են շեշտում ընտանիքում, որովհետեւ շատ դեպքերում վախենում են, որ դիմելուց հետո միգուցե այդ բռնությունը կրկնապատկվի, էլ ավելի վատ լինի իրենց համար։ Պետք է վստահ լինեն, որ դիմելուց հետո իրենք պետության կողմից պաշտպանված կլինեն։ Եվ Տիկին Մանասյան մարդու իրավունքների պաշտպանի հեղինակությունը վերջին տարիներին բարձրացել է, նաև ինչը ինձ համար մի ցուցանիշ է, ինչը ես ձեր հետ կիսում եմ, որ լսում եմ շատ տեղերից, նույն դպրոցականները խոսում են, ասում են այ երբ իրենց անգամ թվայցյալ թվում է թե իրենց իրավունքները խախտվում են, ասում են այ ես կգնամ մարդու իրավունքների պաշտպանին կդիմեմ։ Սա ինձ համար շատ կարևոր ցուցանիշ է, որ երեխաների համար դուք շատ վստահելի, հա, ինստիտուտ է մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը։ Թերևս այսքանը, շնորհակալություն։